Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ ունենք շատ հետաքրքիր հյուր եւ շատ հետաքրքիր թեմայի շուրջ ենք խոսելու։ Նոյեմբերի 21-ին ժամը 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Անդոկ ավանդական երգիպարի խումբն իր 10-ամյակի շրջանակներում ներկայացնում է «Այն ցեղի գաղտնին» թատերային կոմպոզիցիան։ Ըստ Կոստան Զարյանի ստեղծագործությունների նվիրված Կոստան Զարյանի 140-ամյակին։ Այս հետաքրքիր եւ բազմազան թեմայի շուրջ խոսելու ենք Անդոկ ավանդական երգիպարի խմբի հիմնադիր Պարուսույց Հրայր Փարսադանյանի հետ։ Լույս առավոտի։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք։ Ինչպե՞ս եք արթնացել։ Երկով պարո։ Այո։ Իմ կարծիքով հենց այդպես է պետք է։ Ո՞չ է դա։ Ես ամեն անգամ երբ որ նայում եմ, օրինակ երեք հետո ուսումնասիրում էի ձեր edge-ը, նայում էի հոլովակները, նայում էի նախապատրաստական աշխատանքները, այս շատ կարևոր սպասված միջոցառմանը ու էներգիա ընդհանրապես վարքյանները պետք այդ էներգիայի չափաբաժինը ստանալու համար, ինչը ըստիս ամենամեծ կարևոր նպատակներից մեկն է։ Նախ գանք սկզբից ինչպես ծնվեց գաղափարը։ 10-ամյակ եք նշելու, քիչ չէ, շատ չէ, բայց այս 10 տարվա ընթացքում վստահ եմ եղել են վայրեջքներ, վերելքներ, դժվարություններ, հաջողություններ, ձեռքբերումներ։ Այ եկեք ցենց գնանք այն ամենաառաջին օրը, հա, երբ որ այդ գաղափարը եկավ, երբ որ դուք Պարոն Գինոսյանից ոգևորված, ոգեշնչված որոշեցիք ստեղծել Անդոկը։ Այո, նախ բախտ ունեցա հանդիպելու Պարոն Գինոսյանին եւ լինելու իր աշակերտը եւ իրենից ոգևորվելով, իրենից սիրահարվելով ազգային մշակույթին, նաեւ հային, հա, ես առաջին անգամ հային բացահայտեցի հենց Ինգե Գինոսյանի ճանաչելով փորձեցի հենց իմ քաղաքում, Չարենցավան քաղաքում պահպանել ու ժողովրդին փոխանցել այն անաղարտ ազգային մշակույթը, որը որ չի փոփոխվել եւ որը որ արտացոլում է մեր ազգի դեմքը, մեր ազգի ոգեղենությունն ու ազնվականությունը։ Եվ հասկանալով, որ պետք է ինչ-որ մի կառույց ներդրել ժամանակ 16 տարեկան էի դեռ, 15-16, բայց հասկանալով կարևորությունը ու այդ շատ ոգևորված այդ ամեն ինչից եւ փորձեցի հիմնել ինչ-որ մի կառույց, ինչ-որ մի խումբ, որը որ կզբաղվի այդ գործունեությամբ ու այդպես ծնվեց Անդոկ ավանդական երգիպարի խումբը։ Իսկ Պարոն Գինոսյանի արձագանքը ինչպիսին է, երբ որ նա իմացավ ձեր գաղափարը։ Ինձ ասում էին, որ շատ զարմացած, հպարտ ու ուրախ է եւ բնականաբար իրենից ունեցել եմ շատ մեծ էներգիա, շատ մեծ հզորություն, որպեսզի կարողանամ առաջ տանեմ խումբը, որովհետեւ նա չէր ընդունում ու իր ամենացավալի դեպքերից մեկն է, երբ որ խումբերը բացվում էին, ազգային խմբերը եւ չէին շարունակում իրենց գործունեությունը, փակվում էին։ Եվ հենց այդ պատասխանատվությունն էլ դնելով մեր վրա, Գինոսյանը ամեն ինչ անեց, որ խումբը այսօր դառնա 10 տարեկան, կարելի է այսպես ասել, որի համար էլի շնորհակալ եմ իրեն միշտ։ Խոսենք այն ցեղի գաղտնին թատերային կոմպոզիցիայի մասին, քանի որ մեր եթերը ժամանակ այդքան լայն չէ։ Այն ցեղի գաղտնին ուրեմն ներկայացում ենք ունենալու թատերական կոմպոզիցիան նոյեմբերի 21-ին ըստ Կոստան Զարյանի ստեղծագործությունների հիման վրա, ինչու Կոստան Զարյանի, որովհետև 140-ամյակն է եւ Կոստան Զարյանը այն գրողներից է, որի տողերի ներքո մենք տեսնում ենք Հայաստանը, հայը, ազգային մշակույթի կարևորությունը, որը որ մեր կարծիքով այսօր պետք է ավելի բարձրաձայնվի ու ժողովրդին հրավիրվի, որովհետև ինչ-որ չափով մենք հետ ենք մնում այդ ամենից եւ կուզեմ օգտվելով առիթից շնորհակալություն հայտնել իմ թիմին պրոֆեսիոնալ, ովքեր որ զբաղվում են ներկայացման աշխատանքներով, Էդգարի Մեհրաբյան, բեմադրիչ, բեմանկարիչ Անդրանիկ Հարությունյանին, մեր Կարին Բենդին, ովքեր որ պետք է նվագացեն, այո, մեզ եւ պատիվ ունենք նաեւ լինել բեմում Սամվել Թոփալյանի, Մարինե Պետրոսյանի եւ Համլետ Դովլաթյանի հետ, ովքեր որ փորձելու են Կոստան Զարյանի մտքերը հասցնել ժողովրդին։ Հետո Սամվել Թոփալյանը ու մեր մյուս դերասաններին ովքեր նշեցիք, նրանք շատ տաղանդավոր են, պրոֆեսիոնալ մարդիկ են, որոնց հետ աշխատելը միայն մեծ հաճույք է եւ դժվարություններ են նույնիսկ իրենց հետ շատ հեշտ են հաղթահարվում։ Բայց օրինակ ես գիտեմ լինելու են նաեւ երեխաներ, այ իրանց հետ, հա, հեշտ
է լեզու գտնել, լավ, այսպես ասեմ, կամ հեշտ է բացատրել, թե ինչ է իրականում պետք ստանալ իրենցից։ Ու 10 տարիների ընթացքում դա միակ դժվար կետն է երեխաներին կենտրոնացնել չմեռնող արժեքների, հոգևոր արժեքների, հա, Կոմիտասի, Նժդեհի, Հայրիկ Մուրադյանի եւ այլոց կենտրոնացնել իրենց վրա, բայց եւ բնականաբար նաեւ շատ դժվար է Կոստան Զայանի վերաբերյալ, որովհետեւ Զայանը շատ դժվար ու շատ հզոր է գրում, սակայն ներկայացման աշխատանքները սկսվել է մոտ 2-3 ամիս առաջ թիմի հետ, բայց դրանից շատ ավելի վաղ, քանի որ կար այդ գաղափարը, մենք խմբի հետ Զարյանի վերաբերյալ միշտ զրույցներ էինք տանում, թեմաներից էինք խոսում, որպեսզի երեխաներին բերենք այդ մակարդակի գիտակցության, որպեսզի կարողանան նույն կերպով բարձրանալ բեմ, հա, որովհետեւ շատ կարևոր է, որ երբ որ բեմ ենք բարձրանում, հասկանանք ինչի համար ենք բարձրանում, ինչ ունենք ասելու, որովհետեւ բեմը մեզ համար խորան է, եւ դա հենց դա է մեզ սովորացրել Ինգե Գինոսյանը, եւ եթե բարձրանում ենք խորան ու բեմ, պետք է ունենալ ինչ-որ ասելիք, որպեսզի ունենանք այդ իրավունքը, այդ բարձրությունում լինելու։ Գիտեք ինչն է ողջունելու, լավ, շատ շնորհակալ եմ, եւ երբ դա պարոն Գինոսյանից եկած գիտելիք է ձեզ, կարծում եմ, որ շատերը պարզապես կենտրոնանում են ինչի վրա, հա, որ սաները պարզապես պետք է լիարժեք տիրապետեն պարին, բարձրանան բեմ, վերջացավ, սահմանափակվեցինք այսքանով, բայց շատ ավելի կարևոր է այդ բարձր արժեքների ու հոգևոր այդ շատ կարևոր զրույցը, որը որ պետք է հասցնել տեղ փոքրիկների մոտ, ինչը ավելի դժվար է։ Որտեվ ազգային պարը, ազգային մշակույթը դա գործիք է հայ մնալու, հայ կերտելու, հա, այն հային, ով որ իր հոգում կգրի ազգային արժեքները, իսկ ինչ որ հոգում ես գրում, դա վերացնել հնարավոր չէ ուղղակի։ Եվ ազգային պարը հենց դրա համար է, այլ ոչ թե բեմ բարձրանալու ազգային մշակույթը պարը պետք չի նյութականացնել, հա, փառքի համար, նյութի համար, դիպլոմների համար, պատվոգրերի համար, անդոկը ոչ մի օր այդ ճանապարհով չի քայլել եւ իր խնդիրն ա եղել, չգիտեմ ինչքանով է դա արդարացված, բայց իր խնդիրն ա եղել, որպեսզի դասերակի հայ եւ ցույց տա այն հայ ճանապարհը, որը որ ինձ ցույց է տվել Ինգե Գինոսյանը։ Այդ դուք իցած նաև նշեցիք, որ պարոն Գինոսյանը շատ էր նյարդայնանում եւ ներվում նրանից, որ շատ ազգագրական բարի երկի խմբեր շատ կարճ ժամանակ անց փակվում են, որովհետեւ չէին կարողանում գնալ եւ հասնել։ Բայց դի նաև հավելեմ, որ ուրախության մեջ նման դեպքերը քիչ են լինում շատ, հենց նաև իր էներգիայի շնորհիվ, էլի Ինգե Գինոսյանի։ Դե համաձայն, բայց ցավոք սրտի կան դեպքեր։ Նաև ես հասկանում եմ, հա, որովհետեւ գոյատևել, հա, միգուցե կարող շատ կոպիտ անջում, բայց գոյատևել շատ դժվար է, որովհետեւ եւ ֆինանսական դժվարություններ կան եւ ընդհանուր տեխնիկապես պետք է հնարավոր լինի այդ ամեն ինչը ապահովելու, ցավոք սրտի, եթե ոչ շատերը, ապա ինչ որ անհատներ չեն կարողանում դիմադրել այդ ամենին։ Այ հետաքրքիր, արդյոք հիմա պահանջարկը, հետաքրքրվածությունը շատ քիչ է հասարակության կողմից, երեխաների կողմից, այ օրինակ ես շատ եմ տեսնում շրջապատում, որ ծնողները երեխաներին ուզում են որ գնան բարի, բայց դա պարզապես ուզում են գնան բարի, վերջ, չեն ավելի խոր հետաքրքրվում, հա, որ Ես չեմ ուզում շատ ցավալի հնչի, բայց ցավոք սրտի մենք այդ մեր մշակույթից, մեր մշակույթի կարևորությունից, ազգային հայ լինելուց ինչ որ շեղվել ենք։ Եվ խնդիրը Ինգե Գինոսյանն էլ իր առջև դրվել է խնդիր, որ ժողովրդին բերի էլի այդ կածանի վրա դնի, այն կածանի, որի վերջում ծնվելու է այդ հայը, եւ իրականում վերջին տարիներին ավելի շատացել է հետաքրքրությունը ազգային բարի վերաբերյալ։ Անդոկում այս պահին նոյեմբերի 21-ին բարձրանալու աբեմ 16 տղա։ Դες բան լինում է ազգային բարերի մեջ շատ քիչ, ցավոք սրտի, բայց դա նախադեպ է ու դա փաստ է, որ տղաները արդեն եւս հետաքրքրվում են բարերով ու այդ կալսատիպը, որ տղան չի բարում կամ մեծը չի բարում, մեծահասակը արդեն կոտրվել է եւ իհարկե ինքը շատ դանդաղ ընթացք է այս ամենը ազգային մշակույթով վերադասերակվելը, հա, բայց մեկնարկը տված է ու 10 տարի, 20 տարի, 100 տարի, 200 տարի հետո տալու է իր արդյունքը տալու է ու մենք տեսնելու ենք այն հային, որը որ
իշխանավայել է, որը որ ազնվական է եւ որը որ եղել է դարեր առաջ, հա, այսպես ասած։ Եվ վերջում կուզեի մնալ ինչ է ձեր համար, ինչ է անդոկցիների համար, հա, եթե կարելի է նման կերպ արտահայտվեմ, ազգագրական, ազգային երգն ու պարը, արմատներին մոտ լինելը, մերը չմոռանալը, իսկական հային վայելը հենց դա է։ Որն է ձեր համար։ Ես կոնկրետ յուրաքանչյուր պար պարելով կամ երգելով ավելի եմ մոտենում հայ լինելուն։ Իմ համար դա ինքնացուցադրություն կամ, չգիտեմ, ինքնադրսևորում երբեք չի եղել, կամ ինչ-որ փառքի հասնելու ճանապարհ չի եղել, այլ այս ազգային պարով ես հասկացել եմ, որ ամեն պարից հետո ավելի եմ դառնում հայ ու ազգային մշակույթը լավ իմաստով ես միշտ փորձում եմ երեխաներին սովորեցնել, որ օգտագործեն որպես գործիք։ Եթե մենք ուզում ենք ոչ թե անձնապես ապրենք լավ, ոչ թե անձնապես հասնենք բարձունքների, այլ ազգով, հայ ազգով աշխարհում գոյատևենք, այսպես ասած, ինչպես ապրում մոտ 4000 տարի է։ Ուրեմն մենք պետք է ապավինենք մեր մշակույթին եւ ինչպես Կոստանդինյանը ասում, ազգերի առաջխաղացումը դեպի իսկության գնալու ճանապարհի մեջ է։ Մենք պետք է հետ գնանք, դեպի գնանք մեր իսկությունը, որպեսզի կարողանանք որպես ազգ առաջադիմենք, որպես ազգ ապրենք աշխարհի վրա։ Մենք այսօր պարոն Գինոսյանին շատ հիշեցինք, շնորհակալություն, իհարկե, որ ես վստահ եմ, որ ձեր պես աշակերտներն շատ աշակերտներ տվել։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ, հաջողություն եմ մաղթում։ Եվս մեկ անգամ մեր հեռուստաեթերին հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ժամը 19-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Անդոկ ավանդական երգի պարի խումբն իր 10-ամյակի շրջանակներում ներկայացնում է այն ցեղի գաղտնին թատերային կոմպոզիցիան ըստ Կոստան Զարյանի ստեղծագործությունների նվիրված Կոստան Զարյանի 140-ամյակին։ Առաջարկում եմ ծնողներին, երեխաների հետ գալ, սա միայն մեծերին չի վերաբերվում, լավ ժամանակ անցկացրեք, երեկոյան նոյեմբերի 21-ին գոնե շաբաթի մեջ 1 օր անցկացրեք հագեցած, տպավորիչ եւ հոգեպես հարստացեք։ Եվ այս ցավոք սրտի այսքանով սահմանափակվում ենք, կրկին պետք է հրաժեշտանք, տաղորում կաշխատեն մեր մյուս գործընկերները Թերեզան եւ Կրիստինան, իսկ դուք միշտ եղեք Կենտրոն հեռուստաընկերության։ Ձեզ լավ օր։